Ուրեմն շուտով ներսում ես, Արսեն Գրիգորյանս, դերասան, հաղորդավար ու եմ որ տուրիստոյով արդեն ուղարկել ձեզ արձակուրդ։ Իմ կողքին ներսում կլինի հրաշք էներգիա, հումորի իսկական ռումբ Եկատերինա Վարնավա, Drama Queen։ Drama Queen անունը խոսում է իր մասին, տոնական տրամադրությունը պատրաստ է, իսկ հիմա դիմավորեք մեր տանտերը, սարկաստիկ ու միշտ անակնկալներով լի Ներսես Ավետիսյան։ Բարի երեկո, բարի գալուց եւ բարի հանգիստ ներսում։ Այո, եթերում Ներսարին է եւ այս ընթացքում ես չեմ դադարում խոսել հանգստի մասին, որովհետեւ դրա կարիքը ունեն բոլորը, իսկ ես հատկապես շատ։ Մարդկանց մոտ տարբեր կերպ է հասկացվում հանգիստը։ Մեկը գնում է ծով, հետ գալիս 10 անգամ ավելի հոգնած, քան գնացել էր։ Մյուսը գալիս է Երևան տուրիստի կերպով ու վերջում մեր ամբողջ քաղաքը նստում է նրա ճամպրուկի վրա։ Տուրիստի սիրելի բառերը՝ արագ նկարվենք, արագ սթորի անենք, արագ խաշ, խորոված, արագ հետ գնանք։ Բայց արագության մեջ ոնց կսիրեք ձեր ճանապարհորդությունը, եթե դուք ինքներդ ձեզնից եք փախչում։ Ու հենց դրա համար հանգստի թեման արդեն ունի իր գեղագիտական հիթը։ Արսեն Գրիգորյանի թարմ տուրիստոն։ Կյանքը մի քիչ տուր է, մի քիչ նստակյաց գոյություն, բայց կարևորն այն է, որ տուրիստական սեզոնը բաց չթողնեք։ Մնացածը ոնց կդասավորվի։ Ինձ հետ ինչպես միշտ ներսում են Rutland and Friends բենդի հրաշալի երաժիշտները, տղեկ բարի երեկո, շնորհակալ եմ, որ կրկին ներսում եք։ Վստահ եմ լավ երեկո ենք ունենալու իրար հետ, բայց հիմա ինձ եկեք ուղեկցեք բար, որովհետև ես այսօր լավ կոկտեյլ պիտի պատրաստեմ։ Գնացի։ Այսօրվա կոկտեյլը անվանել ենք Տուրիստո շպրից։ Ուրեմն ես օգտագործելու եմ Armenia Wine-ի թարհիրին։ Բացեմ։ Բացեմ, հետո ասեմ, թե ինչեր եմ ավելացնելու, հա։ Հուսամ աչքիս չի բացվի։ Բայց մինչև դա սկզբից ավելացնում ենք մի քիչ արևի կտոր լիմոն։ Լիմոնը ավելացրեցինք, դրանից հետո ավելացնում, նուրը արդեն ավելացրել եմ, հայկական հայացքը կա, որպեսզի մեր հյուրերը հասկանան, որ Երևանը չի խառնվում, Երևանը ուղղակի համեմվում է։ Մի քիչ լիմոնչելո, միատ հասկանամ ինչքան, 20 միլիլիտր լիմոնչելո, ես այս easy mixer-ը ամեն անգամ պատրաստում եմ, որպեսզի դուք էլ ինձ հետ միասին ձեր տանը պատրաստեք ու Ներսարին դիտելիս վայելեք մեզ հետ միասին ու տեսնում եք, թե ինչքան հեշտ է պատրաստման ընթացքը։ Հիմա ավելացնում ենք Armenia Wine-ի թարհիրին։ Հրաշալի օրվա ավարտ։ Сейчас смотрите, дядя. Ստում եք ես պատրաստ եմ, հա? 1 2 3 Այսքանը մի անուշ հայացք, հայկական նուռ, ինչպես ձեզ ասեցի, այստեղ լիմոն արևի փոխարեն լիմոնչելո եւ Armenia Wine-ի թարհիրի փրփրունը վստահ եմ, որ հյուրերս գնահատելու են եւ նաեւ ձեզ կարող եմ ասել, որ նրանք քաղաքավարի տուրիստներ են ամենուր։ Նրանք այնքան են ճանապարհորդում, որ ինքնաթիռում սեփական տարածք են արդեն սեփական աշխարհելու։ Իսկ հիմա կարճատև դադար, որից հետո մենք կվերադառնանք, մնացեք ներսում։ Ներսում տուրիստական խառնաշփոթ է լինելու։ Ես Արսեն Գրիգորյանս իմ մանզուկական հմայքով ու Եկատերինա Վարնավան մի քանի 100 զգեստով ու անսպառ էներգիայով։ Մի խոսքով ներսում եղանակը թեժ է ու մենք ունենք տուրիստական վիզաներ։ Սպասեք, հաճույք է լինելու։
ես հազար տեսակ նազենազ Սեցնելիս պաղ չունես յանված Դու անցում ես հազար տեսակ նազենազ Ես տեսնելիս պաղ չունեմ յանված Վերադարձանք սիրելի ընկերներ եւ ուրախ եմ նորից տեսնել ձեր ժպիտները։ Մեր երեկոն հիմա կդառնա ավելի տաք ու բեմական, այս բեմը հիմա կհանձնեմ երկու տաղանդավոր մարդկանց։ Արսեն Գրիգորյան, իմ շոուի ձայնը վերևից, ինչպես նաեւ Օսկարի դեռ չնոմինացված դերասան, որ նաեւ հաղորդավար է, նաեւ ամեն ինչին թարմություն բերող մի մարդ։ Եւ դերասանուհի հաղորդավարուհի Պարուսույց Comedy Woman-ի ամենահայտնի դեմքերից մեկը, որ երկար տարիներ հումորն ու պարը դարձրել է իր այցեքարտը։ Դիմավորեք Եկատերինա Վարնավա եւ Արսեն Ջի անունով մի ֆանտաստիկ արտիստ։ Ներս եկեք։ Música forte, zona conforte I am turisto, manis bendisto Zona conforte I am turisto, manis bendisto Música forte Վաու, բրավո։ Բարի երեկո, բարի գալուստ ներս։ Ես իսկապես շատ ուրախ եմ, որ դուք վերջապես ներսում եք եւ փաստորեն մենք այսօր պիտի խոսենք Drama Queen Musical-ի մասին, որը միջազգային շատ մեծ ու ֆանտաստիկ նախագիծ է, որտեղ կա ավելի քան 150 հագուստ 8 երկրներից տարբեր արտիստներ, որոնցից երկու ֆանտաստիկներն այստեղ են, եւ հոկտեմբերի 1-ին ու 2-ին փաստորեն դուք Երևանում վերացրել եք բոլոր խոչընդոտները, հա։ Պատմեք ինձ այդ օրերի մասին։ Շնորհակալություն ներսես, ինչ լավ է, որ երբեմն իմ ձայնը բացի վերևից լինելուց մարմնով եմ լինում։ Մենք սովոր ենք քեզ սենց լսել։ Մարմնով եմ լինում տաղավարում։ Այո, վերջապես տեղի ունեցավ Երևանում Drama Queen ներկայացումը, որովհետև երբ որ մենք բեմադրում էինք, բնականաբար ունեինք նպատակ, որը իրագործում ենք ամբողջ աշխարհով շրջագայության Drama Queen-ի եւ Երևանը այն կարևոր կանգառներից էր ու կետերից որը շատ սպասելի էր ինձ համար եւ ասեմ ավելին նաեւ իմ բոլոր խաղընկերների համար, բոլորը շատ ողջավորված էին ու բոլորը որ Արսեն մենք գալիս ենք քո քաղաք ու կարծում եմ որ բոլորն էլ լավ տպավորությամբ գնացին норից վերադառնալու ցանկությամբ։ Еще ни в одной стране мира нас столько не кормили бесплатно. Просто все время какие-то... Заходите на кофе, мы все время заходим, и просто накрытые поляны, и это вызывает и восторг, и какое-то умиление, и это так приятно, и мы все поправились. В общем, какой-то совершенно сумасшедший прием. Спасибо большое. Ձեր շնորհակալություն, որ Երևանում եք։ Արս իսկ ավելի էր լարվածություն այս անգամ, քանի որ քո հարազատ քաղաքում էր ու քո գոլեգաները ամբողջ աշխարհից այստեղ պիտի քեզ հետ բեմ կիսեին։ Լարվածություն չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել մեր հանդիսատեսի ամբիցիոզ լինելու հետ կապված, որովհետև սովորաբար աշխարհում երբ որ որևէ տեղ խաղում ես, դու հասկանում ես, որ հանդիսատեսը եկել է ինքը իր օրը հաճելի անցկացնելու եւ ինքը իրեն է նվիրում այդ օրվա քո ելույթը ներկայացումը։ Մեր մոտ մի քիչ այդ ժյուրիի պահը կա, որ բոլորը քննադատներ են, սկզբից գոնե, հա, որ եկել են ու տեսնեն, թե դու ինչպես կհանձնես այսօր քննությունը, որը բայց մենք սովոր ենք, Արսեն։ Մենք սովոր ենք, հա, որը անմիջապես կոտրվեց ու շատ լավ էր, որ հանդիսատեսն էլ այդ բավականությունը ստացավ ներկայացումից։ Դրա համար կարծում եմ երևի այն նույն լարվածությունը, որը յուրաքանչյուր բեմ դուրս գալուց առաջա լինում, այստեղ մի քիչ ավելի ողջավորվածություն կար եւ վստահություն, որովհետեւ եթե աշխարհում բարձրանում եմ բեմ օտարերկրացի հանդիսատեսի առաջ, որը ինձ չի ճանաչում, Այստեղ ավելի բծախնդիր են մարդը։ Այստեղ ավելի բծախնդիր են, ճանաչելով գեղ խորհուրդներ են, որ փակվեն, այս հարցը կլուծվի։ Okay, մի քիչ նաև հասցնենք խոսել տուրիստո երգի մասին, ձեր դուետի մասին ու Արս։ Ես հիշում եմ, որ սկզբից կայցեն համաձայն չէր ու
Երկար տեսանյութեր էին հայտնվում սոցցանցերում, բայց այն համոզելու։ Да я Այս сейчас не դեմքով էլ хочу. նայում էր ինձ։ Я сейчас не Միջև хочу. հիմա համաձայնի, Ոնց դա տեղի ունեցավ։ Он все время говорит, давай, может быть, мы вот тут споем, вот тут споем. Я говорю, да не пою я, не пою. Все, вот мы сняли, мы записали, я не пою. Я очень этого не то чтобы стесняюсь, но просто есть человек, который поет всю свою сознательную жизнь. Я этого не делаю. Я делаю это в рамках шоу или в рамках, там, не знаю, каких-то написанных моментов, которые там имеют место быть. А это как бы надо полноценно песню было спеть, записать, ладно, сняться в клипе. Но принять участие именно как вокалист, ну, как бы это громко не звучало, это, конечно, впервые. Спеть на армянском, ну, это, ребят, вообще имейте совесть. Էդ է ուզում հասնել, որ Հերիկ Չարսենը համոզել է քեզ երկել ու մի հատ էլ լնել հայերեն։ Այո։ Այստեղ պետք է շնորհակալություն հայտնենք նաև երկի հեղինակին հայրեն մասի համար ու ինձ համար շատ ուրախալի էր որ Կատյան միջևեր չասում էր լավ ինչի մասին եմ ես երկու ասում երրորդ մասի Կատյա Մարիամ Շահինյան որ այդ հատվածը ուղղակի փորձել եմ ինչ-որ մի ձև այդ կոլորիտը բացատրել թե ինչի մասին է խոսքը հատկապես անսպասելիության աստիճանը որ հենց առավոտ բարդուսով Վառնավան երրորդ մասը Надо отметить, что когда мы ставили и снимали хореографию, ставили на Кипре, снимали тоже на Кипре, и снимали, естественно, с киприотами. И наши танцовщики все были... И вот именно армянский кусок, армянский куплет очень сильно их радовал. И они, когда, допустим, какие-то движения делали, они повторяли армянские слова, и мы с Арсеном прям стояли. Движение, культура. Да, это на самом деле так все это завораживает, и все это так интересно безумно оказалось. Я сейчас, честно говоря, ну, позволяю себе раз там в трое суток смотрю клип, добавляю просмотры и понимаю, что мы сделали прям, ну, не то чтобы это прям шедевр, но это очень-очень классная штука. Միանշակ դուք ամառվա վայբը տվել եք։ Երեք նույնիսկ մի հատ հումոր եղավ, ընկերներից մեկը, այսքան Արտուրը ով մեզ ձայնագրել է, ասեց ում հետ ես, ասցի Կատյայի, սենց հարեց որ Կատյայի, իր մոտ ենք ձայնագրվել էլ, ասեց որ Կատյայի, սենց նայեցի Արտուրին, սենց այս մեր երրորդ մասի Կատյայի մասին է խոսքը։ Այդ հաստատ մնալու է։ Լավ, ես առաջարկում երրորդ մասից տեղափոխվել Comedy Woman, որովհետև Простите, еще хотела сказать, что мы говорили до этого, что зритель достаточно амбициозный, требовательный, вот. Но когда мы делали здесь, мы же здесь премьерили песню «Турист» с клипом, и это была лучшая премьера, на которой вообще мог оказаться любой артист, потому что более благородной и благодарной публики я, честно говоря, никогда в жизни на премьерах не видела. Не то чтобы они часто случались в моей жизни, но люди с таким теплом вообще встретили эту песню и с таким теплом встретили клип, что мы не расходились до 5 утра. Իսկ ես չէի տեսել իմ WhatsApp-ի նամակը, որ ինձ վարկել էր Արսը, հետո մենք հանդիպեցինք երկու օր հետո, ես ուզում եի Արսին ասել, ինչ էր սա քաղաքին կանչել, ինչ չէր կանչել, հետո ամեն ինչ ավելի վատ Ասի բաց ավարտվեց բաց WhatsApp-ը։ Okay, գնանք Comedy Woman ու դրանից արդեն անցել է մի քանի տարի, ինչ դուք էլ Comedy Woman-ում չեք կարոտում։ Это да, я вам сейчас скажу даже, сколько точно прошло. Сколько точно прошло? 5 лет? Больше. 6 лет уже прошло, как мы не существуем, как проект Comedy Woman. Вы знаете, я до определенного момента очень скучала. Очень это неотъемлемая часть моей жизни, и огромное количество времени этому уделялось в моей жизни. Может, у меня поэтому и личная жизнь не сложилась, потому что в моей жизни был Comedy Woman. Но вот я себя поймала сравнительно недавно на мысли, что... Это такое прекрасное, то, что у меня было. Это никто не отнимет. Это как, не знаю, как рука есть и супер. Но... Как третья рука. Но вот сейчас ее как бы вроде как нет, и фантомных болей тоже уже нет. Это какой-то совершенно уникальный момент в моей жизни, но я сейчас двигаюсь дальше. И я с прекрасными воспоминаниями о том, что было, о наших гастролях, о наших съемках, о всех участниках Comedy Woman, на всех участницах, о всех тем, кто причастен, вспоминаю только добрым словом. Но я двигаюсь дальше, и на самом деле вот то, что
что мы делаем сейчас Drama Queen, пытаемся поехать, все пытаемся поехать в мировой тур, и я уверена, что поедем. Это, как, знаете, как продолжение, уже это уже не просто там первый, второй сезон, а это уже какой-то мы снимаем, это уже полный метр пошел. Вот, поэтому очень хочется двигаться дальше, очень хочется не оборачиваться назад, вот, но при этом с большим теплом в сердце вспоминаю. Հրաշալի։ Хотя понятно, что этого не надо ни в коем случае стыдиться, наоборот, это мне очень приятно, что даже в Армении, в Ереване меня, конечно же, знают по Comedy Woman. И дети знают меня по Comedy Woman. Вот, но, ну, как бы было, и это было хорошо. И туристов. Да, теперь еще турист. Մարտեն Drama Queen։ Ես ուզում եմ Я նաև մի тоже փոքր как естественный армянин, ոնց որ իսկական հայ ուզում եմ էլի կապ ունենամ քո հետ։ խոսեք նաև մի փոքր Crave-ից, որովհետև այդ թատրոն կաբարեում դուք 2 տարի ունեցաք անընդմեջ sold out-ներ։ Ես բախտ ունեցել եմ լինել Crave-ում, բայց ցավոք սրտի ոչ ձեր շոուին, դրանից առաջ եղածի ժամանակ, ու բայց ինձ նաև շատ հետաքրքիր է, որ այդ նախագծի մասին խոսելիս բոլորը ասում էին, որ այս կերպարը հենց հատուկ կարված է Կատյայի համար։ Ինձ հետաքրքիր է ոնց ես դու վերլուծում այս տեքստերը որպես հաջողախոսություն, թե հենց մտածում ես, որ չէ, տենց էլ կա, եթե ես չլինեի, սա չէր լինելու։ Комплимент, конечно. Мне вообще нравится быть к чему-то причастным, и если это дальше прет, идет и развивается, я чувствую, во-первых, свою заслугу, какую-то хвалю себя, и мне вообще по факту не стыдно ни за что я делаю, и наоборот, я получаю от всего удовольствие, это опыт, это... Ես առաջին անգամ Crave թատրոնի մասին լսել եմ շնորհիվ Վառնավայի եւ կարծում եմ շատ հանդիսատեսի պես ես էլ եմ մտածել, ես չեմ կարծում, ես վստահ եմ ես ինչ եմ մտածել, բայց կարծում եմ որ շատերն էլ են այդպես մտածել, որ դա հենց իր թատրոնն էր։ Ու զգացողությունը ամեն դեպքում կար որպես խորհրդանիշ։ Но там совершенно невероятные артисты работают, я всем передаю огромный привет, и еще раз скажу, что это тоже часть моей жизни, это тоже было прекрасно. Местами сложно физически, потому что это все равно такая нагрузка серьезная была. Но я получила бурсит локтя, колена. Но в очередной раз поняла, что нет ничего невозможного. И если нужно взобраться на пилон и резко сорваться, я это могу. За деньги я это сделаю. Okay, գանք Drama Queen-ին, գանք Երևան, շատ ծանր ներկայացում է, շատ բարդ աշխատանք է արտիստների վրա դրված ու օրինակ ես ամենջում խորեոգրաֆիա ու մոռանալ, հա, այս պայքարի արանքում ինչեր են տեղի ունենում, արդյոք գրանցվել են նման դեպքեր ու ինչ անում Կատյան այդ ժամանակ, երբ ոտքերը սինխրոն չեն օրինակ մի քանի բառով, եթե լինում է տենց։ Ես պատմում եմ։ Ну, рассказывай. Կատյան շատ պահանջկոտ է իրականում, որովհետև նախ ինքն է տրվում ամբողջապես 100%-ով եւ դա տևում է 12 ժամ, այսինքն օրինակ առավոտը 10-ից մինչև գիշերը 10-ը, էլ չեմ խոսում, որ երբեմն շատ ավելի երկար փորձերի ժամանակ երբեք իր մոտ չկա, որ մի քիչ հոգնած եմ հիմա մի քիչ թույլ կանեմ ուղղակի զուտ անցնելու առաջ տարբերակով դրա համար ոնց որ ինքն է տենց էլ պահանջում է հետևաբար բոլորից եւ պահանջում է գիտես շատ զարմանում է որ դու տենց չես անում Ուրեմն կարասի ինչ ա եղել քեզ ինչ որ բան անհանգստացնում է ինչ որ մի բան են չի ընդմիջումը չգիտեմ իսկ ամեն ինչ ճոխ ա եղել իսկ երբ որ մենք շոուն ստեղծում ենք կարող է ինչ որ բան ա եղել նորություններ ես կարծացել Դες դեպքեր են կես դրույքով Դե ահա կես դրույքով չէ ես նույնիսկ ասեի ամբողջական դրույքով նաև հոգեբանա եւ ոնց էր զգում յուրաքանչյուրին մենք իհարկե 10 տարի է իրար գիտենք ընկերներ ենք բայց ես Drama Queen-ի ընթացքում ուղղակի հիացած էի իր մարդկային տեսակով թե ոնց կարա նման մեծության աստղը այդքան համեստ եւ հոգատար լինի ամեն անձի նկատմամբ ով որ գործ ունի շոուի հետ դրանից դուրս չգիտեմ ինչ վերաբերում է ամենտեղ լավ ունի լավ վերաբերմունք բայց հատկապես շոուի նկատմամբ շատ խստապահանջ է ես մի երկու անգամ ստացել եմ տենց Не устаю слушать комплименты. Так мне нравится. Каждый раз Բայց ես գիտեմ, որ դուք նաև Կիպրոսում ունեցել եք Կիպրոսի դահլիճում, հա, մահճակալով
տեղեր, որտեղ մարդիկ կարողացել են գալ վայելել։ 14 февраля на День влюбленных мы сделали шоу, специальное шоу для всех влюбленных и решили, что мы можем себе позволить уже. Мы же как бы не стоим на месте, мы в креативном плане развиваемся. И вот наш продюсер придумал, что а почему нам не поставить кровать для влюбленных, раз уж это шоу посвящено влюбленным, прям в центре зала. Да, queen size. Queen size. Вот. И кровать купили, мы поставили очень серьезный ценник на эту кровать, потому что были уверены, что никто не купит. Кровать купили на следующий день. Вау։ То есть, да, мы просто не евро. представляли себе людей, которые как бы могут купить кровать, реально без стеснения лечь в нее, ну как так, полусидя лечь и смотреть шоу, потому что все же будут на них смотреть. Думаю, ну нет же таких людей. Нет, есть такие. Вау։ Они впоследствии стали нашими друзьями. Мы им передаем огромный привет, Ян и Ника. И это было вообще, на самом деле, легендарно, потому что мы действительно думали, что, ну, даже когда люди придут, то есть когда мы репетировали вокруг этой кровати, все равно как-то крутили шутки и так далее, мы думали, как бы так людей не смутить, чтобы они не ушли в середине шоу. А они настолько были вообще вовлечены в этот процесс, что, мне кажется, если бы... Դարձան մեր հերոսներից, այսինքն ներկա իրենք ոնց որ դե յուրե, այսինքն անկախ իրենց կամքից դարձան Շատ ինտերակտիվ ներկայացում դարձավ։ Շատ ինտերակտիվ ներկայացում էր ու հետո մենք նույնիսկ ներկայացումից հետո էլ իրար հետ ժամանակ անցկացրեցինք հիանալի էին ուղղակի։ Ну, а мы общаемся до сих пор. Потрясающие люди. Это тот самый пример, когда мы подружились через постель. Եվ վերջում գանք նաև փորձերին, հա, որ խոսեցինք փորձերից, բեմիելից առաջ փորձ ունենում եք, ինչ խոչընդոտներ են լինում, օրինակ, չգիտեմ, եղել է որ ձեր հնչյունային ռեժիսորը օրինակ ասի ես այսօր չեմ աշխատում, չգիտեմ, բունտ եմ անում։ Իմ կյանքում նման դեպք եղել է ազո։ Հա։ Ինչ որ մեկը ծիծաղ է։ Որ գիտեր այդ մասին։ Որ գիտեր այդ մար կամ հենց ինքն է։ Ես այսօր էլ չեմ աշխատում։ Չէ, տենց փողերի դիմում, տենց փողից ոչ մեկ չի հրաժարվի, ինձ թվում է։ Ոչ որ չաշխատի։ Нет, просто у нас бывает такая сложность, что, допустим, для каждой страны мы пытаемся адаптировать шоу. Это наше главное правило, что если мы едем там в Армению, значит, мы все равно должны проявить какое-то уважение, трепет со своей стороны к принимающей стране, там, выучить какие-то фразы, узнать какие-то актуальные темы. Если это там большая сцена, как Двин Music Hall, значит, мы берем больше танцовщиков, значит, мы здесь заказываем уже на месте. Здесь, кстати, невероятные умельцы, которые нам смастерили столы, лестницы, это все мы заказывали здесь. И нам приходится переделывать шоу. На это у нас есть, ну, день. И надо, в общем, шоу адаптировать под конкретную площадку. Как вот мы, допустим, делали на Лазурном берегу, после большой сцены кипрской мы сделали очень маленькую сцену, уменьшились в коллективе и сделали все очень иммерсивное, все очень близкое, что люди друг друга видели, трогали, мы всех трогали. Такой эксперимент был. Сейчас вернули опять большой формат. То есть в этом есть только сложность, что нам надо очень быстро переформатироваться. В остальном у нас все всегда заряжены. Են վերափոխվում, որ օրինակ այս սեղանի նեղարանքով, որտեղ եւս 4 հոգի մարդ է նստած որպես հանդիսատես, նենց են անցնում այդ պլաստիկայով, որ ոչ մեկի եւ ոչինչի չեն դիպչում ու ոչ чтобы никого не задеть, ненароком выпить ваше и пойти дальше. Но мне кажется, еще есть такой момент, мы очень друг по другу скучаем, когда мы не гастролируем. Вот, я еще, да, немножко так друг по другу скучаем. И когда мы собираемся, вот нам вот этой вот энергии очень сильно хватает для того, чтобы мы разгоняемся, быстро все переделываем, выступаем, отмечаем, разъезжаемся. Потом опять, когда собираемся, и вот эта вот как бы энергия тепла, любви, скучаний, она нам очень сильно помогает и поддерживает. Если бы мы работали каждый день вместе, не знаю, 360...
Да, было классно. Не, было классно. И на самом деле я помню, что когда вот мы в октябре презентовали Drama Queen на Кипре, у нас действительно была очень активная подготовка днями и ночами, каждый день. Там где-то море, там люди загорают, купаются, и мы вот так через стекло на них смотрим и репетируем, а ножки танцуют. И когда это все закончилось, было просто внутри все прям опустилось. Долго не могла понять, почему же мне так морально и физически плохо, потому что мне очень сильно не хватает этих людей, мне очень сильно не хватает этих объятий, мне очень сильно не хватает этих синяков, мне очень сильно этого всего не хватает. Այո, պրեմիերայից հետո միշտ այդ դատարկությունը ամենը Այո, հետո ծով չէինք կարողանում մտնել, որտեղ անդադար փորձում էինք, բայց մի հատ օր եղավ, որ մի պահ ես ինչ որ երեկոյան 5-ից 6-ը թե 7-ը, մի խոսքով մի ոնց որ 2 ժամ մոտավորապես ազատ էի, ոչինչ չունեի անելու, ասեցի, էս այդ օրն է։ Արսեն գնում ես ծով, ներկայացմանը մնացել է երևի մի շաբաթ, ես էլ ժամանակ լողի էի գնում ու որոշել նոր էի սովորել գցվելը ջրի մեջ։ Ու որոշում եմ սենց պիրսեր այնտեղ մի հատ, որ այդ պիրսով գնամ չեմ տեսնում նշանը, որ չի կարելի սուզվել, ես սենց շատ այդ մաստիրստոն ինչ որ ոտքերս վերև եւ այլն ու Я ж хожу на плавание. ինչ էր քեզ սպասում դե։ ու սենց ակուլային ման դուրս եմ գալիս արյունով։ Լավաճու շատ ապեցի ջրի տակ, հիմա դուրս եկա ու սենց գտով Կատյան։ А я настолько требовательная, да, что я даже на это злюсь. Я говорю, это же твоя, ну, как бы, визитная карточка, ты же главный артист. Это же твой армянский нос. Աշխատի, ավելի ակնհայտ Стало կաշխատի։ еще больше. Вот я говорю, за тем редким исключением, когда кто-то доходил до воды, вот у нас автор наступил на ежа. Да. Сделал 2 шага и сразу наступил на ежа. А я говорю, умоляю, вы можете просто все находиться в одной комнате. Знаете, как в фильме «Хуже». Давайте не расходиться, просто все. Դիմացեք միջև պրեմիերա, դա ողջ մնացեք։ Ես շնորհավորում եմ ձեզ, իսկապես շատ ուրախ եմ, որ դուք եկաք Երևան, բերեցիք Drama Queen-ը Երևան։ Չգիտեմ, հուսամ կվերադառնաք Երևան, նորից Երևանի հանդիսատեսին։ Ну, Ясно, если ну. вы нас позовете. Вы же нас позовете? Դրականաբար։ Շնորհավորում եմ միանգամից ու շատ շնորհակալ եմ, որ ներծում եք։ О, Ես եմ սարքել անձամբ։ Այո, մինչև ձեր ներս գալը։ Շնորհակալություն շատ, որ եկաք ներս, շնորհակալ շատ, որ բերեցիք ձեր դրական էներգիան։ Բարի գալուստ եւս մեկ անգամ Հայաստան, կսպասենք միշտ ձեզ սիրով, բայց հաղորդման վերջում մենք անպայման պիտի վայելենք ներկայացման դերասաններից Lovers խմբի ֆանտաստիկ կատարումը եւ բեմում կլինեն Կիրյուչյան եւ Դաշան, բայց մինչ դա մենք ունենք այլ հյուրեր, այնպես որ մնացեք մեզ հետ, կարճ դադար։ Sono vere mie scarpe, che mi fumi interaies, you are never seen much as chance with me, making more que see, que soy un hampuri, il che con che sta casi, each best yes. Isn't she lovely? Isn't she wonderful? Isn't she precious? Less than 1 minute on. I'll never to love with me, making one as lonely as she. But isn't she lovely? Made from love. Մենք վերադարձանք եւ իհարկե իմ երկու հյուրերի էներգիայից հետո չեմ կարող ասել թե ես ինչպես վերադարձա, բայց այստեղ եմ, որովհետեւ վերջերս Դիլիջանում էի բավականին երկար, որովհետեւ ֆիլմի նկարումները տևեցին գրեթե 2 շաբաթ։ Դիլիջանը վերջերս դարձել է հյուրընկալության էպիկենտրոն, բնության հետ լուսավոր հաշտություն եւ քաղաքի ներսում համի նոր նրբերանգներ։ Հացին հենց այդ խառնուրդի մասին է, հայկականի եւ ժամանակակիցի։ Անունը իդեպ հիշատակում ունի նաեւ մեր պատմական հիշողության հետ, Հացի գյուղը, եւ ոչ միայն հացի մասին։ Դիմավորեք Գարիկ Համբարձումյան, Հացի ռեստորանի սեփականատեր եւ Գեորգի Ղազարյան, Հացի ռեստորանի կոնցեպտի մշակող եւ դիզայներ։ Ներս եկեք։
Kes kaskem gişerutserek menakte yarcan mek aygin yek monayem yeskes kanoda sarnem sirutsa tarpas mernem kodaran monayem yeskes Կարոդը ծարնեմ, սիրուցը թարպած, մերնեմ կոդրան Բարի երեկո, բարի գալուստներ, շնորհակալ եմ, որ ներսում եք կոնցեպտ։ Բարև ձեզ, շնորհակալ ենք հրավերքի համար։ Լավ ենք։ Հրաշալի, շատ լավ եմ, շատ ուրախ եմ, որ այստեղ եք ու խոսելու ենք այսքան գեղեցիկ թեմայից։ Կանք ամենասկզբից, հա, ոնց ծնվեց գաղափարը, պատմությունը, տեղակայումը ու ոնց ընտրեցիք հենց այս հասցեն ու բնությունը ոնց կարողացաք տեղավորել այս ինտերիերի մեջ, հա, ոչ թե ընդհակառակը։ Ոնց սկսեցինք, այս նստած էինք, Գարիկը ասեց, ռեստորան եմ ուզում։ Ու տենց սկսեցինք, ասեց, ինչ ռեստորան ես ուզում։ Դա ասեց, որ սիրուն է լինի, համով է լինի։ Սկսեցինք աշխատել։ Ստացվեց։ Մեր մոտ ստացվեց։ Ոնց բնությունը մտավ մեջը, տեղայինքը ինքը թելադրում էր, որ բնության հետ լրիվ համահունչ լինի։ Դուք եղել եք, տեսել եք ինքը ոնց է որտեղ է։ Ու արդեն այդտեղից գնացին իդեաները ոնց կարելի անել, որ ինքը լրիվ բնության մեջ լինի, որ ոչ մի բան բնությունից չպակասի, նաև ավելանա։ Այնտեղ կային շատ տարբեր տեսակի ծառեր, մենք ավելացրեցինք, լանդշաֆտ դիզայն արեցինք, ավելի շատ Գարիկը արեց լանդշաֆտ դիզայնը։ Այդտենց ստացվեց, ոնց որ մեզ դուր էր գալի, ոնց որ մենք ուզում էինք։ Ինչքան ժամանակ պահանջվեց ձեզնից, որ այս իրականություն դառնա։ Ինքը պրոյեկտը մշակելը այդքան երկար չտևեց, բայց քանի որ այնտեղ մենք բացի ռեստորանից նաև բարելավեցինք ահագին կողքի մասերը, այդ ավելի լավ երևի Գարիկը պատմի, ոնց ստացվեց, որ Դիլիջանի կեսը սարքեցինք։ Տեսեք, երբ որ կոնցեպտը մշակվում էր, այն դիզայներական այն լուծումները ինչ որ կար, դա միանշանակ թողնված էր Գոգայի վրա, այսպես ասած։ Ես շինարարական եւ լանդշաֆտային այդ լուծումներն էի տալիս։ Առաջինը միջև գործունեությունը սկսելը, այսինքն վերանորոգման գործունեությունը սկսելը, այնտեղ կա պատմական աստիճաններ։ Ես գնացի համայնքի ղեկավարությանը խնդրեցի, որ ցանկանում եմ վերանորոգել։ Շնորհակալ եմ իդեպ իրենցից ընդառաջելու, որ համաձայնվեցին։ Բոլորի համար զարմանք էր, թե ռեստորանը չսկսած ես ինչ եմ ուզում վերանորոգեմ։ Իմ համար շատ կարևոր էր, որ քաղաքը ընդունի այն, ինչ որ մենք ցանկանում ենք իրականացնել։ Այսինքն այն պատմական աստիճանները, հայրենական մեծ պատերազմից մնացած հուշարձանը, այդ վերականգնելով եւ կողքը տեղակայելով նոր ռեստորան պետք է միմյանց հետ խոսեր։ Ես սկսեցի վերանորոգել, այդ ընթացքում Գոգան կոնցեպտներ մշակում, դիզայններ մշակում եւ շինարարական process-ը սկսվեց։ Ավելի շուտ ավարտեցինք աստիճանները, քան ռեստորանը։ Երբ որ աստիճանները ավարտեցինք, պետք էր անտառ է, ամբողջովին անտառ է, դուք տեսել եք, պետք էր ավելի կանաչ։ Ասեցի, շատ ավելի կանաչ, շատ ավելի կանաչ։ Մոտ 680 բույս ենք տեղադրել։ Վաու։ Որից 400-ը երևի արդեն 2 մետրանոց ծառներ։ Այնպիսի ծառներ են ընտրվել, որ 4 սեզոններին էլ ծաղկած լինեն, որպեսզի Դիլիջանը իր գեղեցկությունը չկորցնի։ Ձմռանը եւս կանաչ։ Ձմռանը այնտեղ մի քիչ ավելի այդ ընդեղի եղած ծառերը, որ տերևաթափվում են, մի քիչ ավելի փոխվում է տեսքը, դրա համար մենք որոշեցինք այդ ծառերը այնքան շատ լինի, որ այդ խտությունը թույլ չտա։ Ծաղկած վիճակը որ մնա ձմեռն էլ էլի, որովհետև իրոք Դիլիջանը մի քիչ քնում է դեպի ձմեռ,
Մենք որոշեցինք այդ տեղը նենց լինի, որ ինքը անընդհատ աշխատի, էլի ձմեռն էլ աշխատի։ Հետո առաջարկեցի համայնքին, ասեցի ցանկանում եմ որպեսի տրասայից, հա, այդ միջպետական ճանապարհից դեպի Վրաստան գնալուց կամ Վրաստանից Երևան գալուց ցանկանում որպեսի այս անտառը ցանկացած անցնող գիշերը տեսնի։ Դե ասեցին ինչ պետք է անեք, ասեցի ամբողջ անտառը ցանկանում եմ լույսերով փաթաթել։ Ուզում եմ ամբողջ աստիճանները լուսավորել։ Դե ասեցին գիտեք ինչ կա, խրդպետական պետք է ասի, ես ուզում եմ իմ ռեստորանի ամսական ծախսի, ասեցին դուք ինչ ուզում եք արեք, տեսան որ լավ բան է կառուցվում։ Եվ տենց հաղթահարելով, գաղափարից առաջանալով ստեղծվեց հացի ռեստորանը։ Տեղանքի հետ կապված, տեղանքը ընտրվել է, ես որպես սեփականատեր ասեմ, տեղանքը ընտրվել է ելնելով այն գաղափարից, որ ցանկացած դիլիջան եկող, կլինի դա տուրիստ, կլինի դա երևանցի, կլինի այլ մարզի բնակիչ, ինքնաբերաբար հայտնվի մեր ռեստորանի կողք։ Այսինքն տեղանքը հենց լոկացիա։ Իսկ աստիճաններով բարձրացողը կամ իջնողը ինքնաբերաբար հայտնվում է նաև ռեստորանում։ Դա մարքեթինգային ավելի շատ բիզնեսի բան է, եւ դիզայնը, որ Գոգանից ներկայացրեց, մեզ շատ հարազատ ընկերների հետ համատեղ ստեղծված մի կոնցեպտ էր, ես պատկերացրեցի, որ նորը հնի հետ։ Եվ այդտեղ մի լուրջ խնդրի առաջ կանգնեցինք, թե ինչ պետք է անվանենք։ Իմ ու Գոգայի մեջ տարբեր տեսակի կարծիքներ, Իմ ընտրածը ասես չասես ինչ ես ընտրել, բայց ես հետաքրքիր անուն էի մտածել։ Մեկ օր նստեցի, գիշերը մտածեցի հաց, ռեստորան, ասի մեր մոտ ամեն ինչ ռեստորանը կապվում է հացի հետ։ Ինչի՞ չէ հացի։ Գնանք հաց ուտելու։ Ամեն ինչ հացի հետ է։ Լավ հաց են տալի։ Լավ հաց են տալի, թող լինի հացի։ Հետո սկսեցի ուսումնասիրել արդեն հացի բառի հետ կապված ցանկացած ինչ որ պատմական հանգամանքներ, այո։ Այստեղ հանդիպեցի Արցախում մի հայտնի հացի գյուղ է եղել, որը հայտնի էր 5 աղբյուրներով, դե պատմական տարբեր ժամանակներում տարբեր անվանում է, հացիկ են անվանել, հացենի են անվանել, բայց ինքը իրականում հացի էր։ Սկսեցի ուսումնասիրել, ես ինքս երբևէ որևէ ձևով կապ չունեմ Արցախի հետ, բացարձակ, եւ քանի որ այսօր մեր իրականության մեջ շատ նուրբ թեմա է Արցախը, չուզեցա նաեւ ինչ որ ցավացնեմ կամ ինչ որ վերքերը արթնացնեմ, ասենց ասած, մեր ժողովրդի կամ ինչ որ քաղաքական հայացքներ արթնացնեմ, ասեցի ավելի նուրբ ձևի պետք է ընդգծենք։ Որոշեցի հացի եկա, Գոգային ասեցի հացի եմ ուզում դնեմ անունը, բացատրությունը էսա, չգիտեմ ոնց եք ձևակերպում, ես ուզում եմ հացի հետ կապված, մեր պատմության հետ կապված եւ այլն։ Ու արդեն ամեն արգումենտները իրականացնելուց, այսինքն այստեղ այս դետալը դնելուց հաշվի ենք նստում հացի անվան հետ։ Եկավ վերանորոգման այս մի հատված փայտային հանգամանքներ, աքսեսուարներ պետք է օգտագործեինք, ասեցի ուզում եմ անպայման Ղարաբաղի պոպոկի փայտ։ Մի հատված չէ, վերևի բալկեքով բանով։ Բալկեքով, բռուսներով, ահագին տարածք փաստորը։ Շատ օգտագործվել է։ Ես ինքս ունեի պայստավորած պոպոկի փայտ, ես ինքս շինարար եմ նաև։ Ասացի ոչ, անկախ գնից Արցախի եմ ուզում ու իմ ընկերները ինձ գտան բերեցին, որ 16 թվականին Արցախից բերված պոպոկի փայտ է, ամեն հիմնավորումներով, ասացի, օքեյ, կիրառեք։ Կիրառեցինք այդ պոպոկի փայտը, որը իմ համար իրոք կարևոր էր, որ ցանկացած արցախցի, ցանկացած հայ մարդ, ով կմտնի ռեստորան, մուտք կգործի ռեստորանի տարածք, կզգա ինչ որ իրան հարազատ
հայկական շունչ, չնայած որ նաև ընդ ժամանակակից մի քիչ դեպի հունականին գնացող ոչ կա, բայց իրականում մենք պահպանել ենք մեր հայկականը։ Ու այդպես էլ եղավ, իրականում ես շատ ընկերներ ունեմ Արցախից եւ ինձ անծանոթ արցախցի մարդիկ, ովքեր մտնում են այնտեղ բեմի հատված ունենք, նստում են հուզված, ասում են դուք ինչ որ կապ ունեք Արցախի հետ, ասում բացարձակ կապ չունեմ։ Բացարձակ կապ չունեմ, ասում եմ, այս մի հատվածը ոնց որ տատիկիս տան էս ինչ հատվածը լիներ։ Այս գորգը խի եք ընտրի, ասում դե Արցախյան նախշ է։ Այս խաչքարը խի եք ընտրի, ասում դե գիտեք ինչ կա, մի հատ հայտնի վանք կար ձեր Արցախում, Հացի գյուղում, այս վանքի էս ինչ խաչքարի, էս ինչ հատվածը, այս նախշն է։ Ու տենց կպցնելով իրար ստացանք այն ինչ որ ունենք։ Ստացվեց հացին։ Այո։ Իրենց ուզում եմ շատ կար էլի, որը որ բարթացնում էր գործը, ուզում եմ սենց լինի։ Ուզում եմ պետք է սենց լինի։ Գարջան, այդ դժվար, ուզում եմ սենց լինի։ Բայց ոնց հասկանում եմ վերջում ստացվել է ամեն ինչ։ Հուլիսի 18-ին Ստիպված ստացվեց։ 19-ին մեր բացումն է եղել Անդրանիկ, 18-ին երբ որ ամեն ինչ պատրաստ էր եւ գործածված էր խոհանոցը, փորձարկումներն արված էր եւ այլն, Գոգան ասեց գար դու չլինելով ռեստորատոր ստացար են ինչ որ ուզում էիր։ Իրականում շատ ենք իրար հետ պայքարել եւ իրար դեմ եւ իրար հետ, որպեսզի ստանանք։ Հրաշալի։ Ուզում եմ ինձ մի քիչ էլ նաև պատմեք խոհանոցային առանձնահատկությունների մասին, հա։ Չգիտեմ, պատկերացեք մենք Ներսարիի թիմով եկել ենք հացի ու ինչ կառաջարկեք մեզ։ Տեսեք, առաջինը ինչը որ հացի հետ է կապված, հաց, որը թխվում է հենց մեր մոտ։ Իսկ ուտեստները ցանկացած ուտեստ մսագործից։ Դիլիջանը հայտնի է իր խոզի մսով, այո, բայց իրականում ես փորձել եմ այդ կարտրատիպը կոտրել նաև ինչի Դիլիջանում չգան ոչխարի կամ տավարի միս ուտելու, ինչի։ Ինչի պետք է գնան օրինակ անպայման խոզ ուտելու։ Խոզը մի կա, դա խոզի երկիրն է, այսպես ասած շակերտարում։ Քաղաքը, թող ինձ ներեն դիլիջանցիները, բայց ինչի չգան եւ գահարի միս չուտեն։ Ինչի պետք է, ասենք, գահարի միս լինի Երևանում ընդամենը 3-4 տեղ, ով ես ինքս սիրահար եմ գահարի, ինչի ես չունենամ։ Ես ստեղծել եմ, այսինքն իմ պահանջով, իմ ամեն օրվա շեֆ-խոհարարի հետ կռիվ տալով հասել եմ նրան, որ ունեն լավ մսագործի պատրաստված սեթեր, գարի, տավարի, խոզի, նաև ձկնային հատվածն է մեր մոտ շատ համեղ։ Մենք ունենք նաև վայր, որտեղ աճեցնում ենք մեր համար հատուկ հայկական իշխանը, իշխան նաև ֆրանսիական ցեղատեսակ կա, կարմիր իշխան են ասում, որը շատ նման է կարմիր ձկին եւ ցանկացած լայն մենյու եւ թարմ կարևորը Ես օրինակ չի առանձնացնի ոչ մի բան։ Ես որ գամ նստեմ, կասեմ մի հատ սեղանը։ Գցեք, տենց շատ լավ սեղան ենք գցում։ Գաղտնիքն ասեմ, ես ընդամենը 30%-ն եմ փորձել իմ ռեստորանի ճաշատեսակների։ Բոլորին խնդրում եմ, որպեսզի ամեն ինչ փորձեն։ Ինձ իմ ընկերները ասում են մի հատ խյուս ունեք, սմբուկի եւ տավարի փապկամսով, ինչ որ խյուս կա շատ համով, ասում մեր մոտ այնպես բան են տալի, ասում։ Դուք դեռ չեք փորձել։ Ես չեմ հասցնում։ Ես չեմ կարողանում, ժամանակ չունեմ։ Ես իրականում ռեստորանում ինձ կարող է շատ տեսնել, բայց ես կառավարման հետ բացարձակ կապ չունեմ։ Կառավարումով զբաղվում են 3 ղեկավար։ Ֆինանսական կառավարիչ ուրիշ է, կոնցեպտի վերահսկողությունը Գեորգին է կատարում եւ այնտեղ կա արդեն ստաֆի կառավարող, ով պատասխանատու։ Ես ինքս ինձ կարող եք տեսնել ինչ որ մի հատվածում, ինչ որ մի շինարարական գործունեություն անելուց։ Հրաշալի։ Գեորգի, կխնդրեմ, որ նաև խոսենք ընդհանուր կոնցեպտից, որտեղ Դիլիջանը հիմա շատ հարմար քաղաք է նաև միջոցառումների, ֆեստերի, համերգների համար, այ հացին ինչ տիպի իվենթներ է առաջարկում մարդկանց, մտածել եք այս ուղղությամբ օրինակ թեկուզ։
Այո, շատ ենք մտածել, բայց մենք որ կոնցեպտը մշակում ենք, մենք մտածում ենք, որ ինքը պետք է լինի ավելի հանգիստ, ավելի բնության մեջտեղ, որտեղ մենք օրինակ մենք երաժշտություն չենք միացնում։ Երաժշտությունը շատ ցածր մենակ ներսի հատվածում է, բայց երբ որ բնության մեջ նստում եք մեր տնակներում կամ տերասայում, այսպես ասած, երաժշտություն չկա, այսինքն դուք բնության ձայներն եք լսում, բայց այս վերջերս արեցինք համերգ դրեցինք Կարնե Արուստամյանը եւ The Band-ը շատ լավ անցավ, շատ ուրախացան, բայց հազվադեպ, sense ինչ որ կետային Ընդհանուր կոնցեպտը չի ընդհանրում։ Ընդհանուր կոնցեպտը չի ընդհանրում ինչ որ երաժշտություն, բարձր ինչ որ բան, ավելի հանգիստ, ավելի բնության մեջ, ընտանեկան ու ամենակարևորը դեմոկրատիկ, որ մարդիկ կարողանան այդ ամեն ինչը վայելեն, հետո մյուս օրը չասեն էս Ներդաշնակ զգալի։ Էս ինչ էր։ Հրաշալի։ Շնորհակալություն ձեզ, որ եկաք ներ, շնորհակալ եմ, որ պատմեցիք։ Մարդկանց հաստատալը սուրբ գործ է։ Ձեզ հաջողություն եմ մաղթում միայն ու ցելի ուրստատողներ վստահ եմ, որ Դիլիջան գնալուց հացի համար պետք է անպայման գնալ հացի։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ, որ եկաք ներ։ Շնորհավորում եմ ձեզ, որտեվ հացին մի քանի ամսական է, ձեզ հաջողություն ու Շնորհակալություն։ շատ ներդաշնակ հաճախորդներ բնության հետ։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Այսօր այսքանով մենք ավարտում ենք Ներսարի գիշերային շոուն, ցելի հեռուստադիտող, ինչպես ձեզ խոստացել է հաղորդման սկզբնամասում, մենք կունենանք ֆանտաստիկ արտիստներ Վարդան Ներյանց Ներսի բեմում, այնպես որ մնացեք մեզ հետ, բարի գիշեր։ Բարդերի բույրը ինձ տվիր ու շուրթերով ատին ձայրով սրտից ուրա հագեցուցիր Գանանման արևացող Բարդերի բույրը ինձ տվիր ու շուրթերով ատին ձայրով սրտից ուրա հագեցուցիր Sound of alarm. Why I am not surprised. Got down, broken acid, drive to farm. Starting a drama. She leaves her job and burning by the start. I'm getting not surprised. Her wallet empty and her bills rising up. Drama is burning live. Every morning sunshine like a drama. Every challenge pulls me in a fire. In the sport I live in like a drama queen. I was born for the drama to win. Let's get burning, no one lives forever. Don't stop for them, no, 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 no. Let's get burning, no one lives forever. Don't stop for them, no, 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 no. In the burning light, I'm a drama queen. In the burning light, I'm a drama queen. Drama queen. She left her diamonds in this sparking glow. Various fire.